Խորհրդարանում կսկսեն քննարկել զինծառայության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնցով ունևորների համար բանակային 2 տարին կարող է դառնալ 4 ամիս։ Էլ ավելի հարուստները կարող են տուն գնալ ընդամենը 1 ամիս անց։ Նախագիծը, որ անցած շաբաթ ընդունվեց կառավարության նիստում, հեղինակել է իշխող քաղաքացիական պայմանագրի падգամավոր Հայկ Սարգսյանը, իր խոսքով ոլորտում արկա կոռուպցիան կրճատելու, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար։ Ընդդիմադիրները մինչդեռ սպառնում են գնալ սահմանադրական դատարան։ Ինչ է գրված այդ փաստաթղթում, որոնք են հիմնավորումներն ու հակափաստարկները։ Այս մասին է այսօր Ազատության մեկ թեման։ Ես Հեղինե Բունյաթյանն եմ, այսօր զրուցելու եմ արդեն 5 տարի այս առաջարկին հետևող իմ գործընկեր Տաթև Լազարյանի հետ։ Տաթև, նախ սկսենք ամենասկզբից, քանի որ այս առաջարկի մասին շատ է խոսվել եւ տարբեր թվեր են շրջանառվել։ Կասես անցած շաբաթ կառավարության նիստում ընդունված փաստաթուղթը կոնկրետ ինչ է ասում։ Կառավարությունը որոշ փոփոխություններով հավանություն տվեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին։ Մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ փոփոխությունների ճանապարհով, որպեսզի նվազագույնի հասցնենք կոռուպցիան բոլոր ռիսկերը, եւ եթե անգամ կա որևէ բժիշկ, ով պատրաստ է $9,000 կեղծ առողջական թղթեր տրամադրել, մենք պետք է այլընտրանք առաջարկենք այս ծնողին, ասելու մի գնա այս ճանապարհով, որովհետեւ մի օր կարող է կրկնակի փորձաքննության քո տղային կանչենք եւ հայտնաբերվի, որ իր մոտ կեղծ է հիվանդությունը, դու այդ գումարը դու պետությանը, որպեսզի այդ գումարով այլ զինծառայողներ ծառայեն քո որդու դիմաց, քո որդու կարճ ծառայության դիմաց եւ մեր երկրի անվտանգությունը դրանից որևէ չափով չտուժի։ Ինքը Հայկ Սարգսյանը առաջարկում էր 15 եւ 20 միլիոն վճարել եւ ծառայել համապատասխանաբար 4 ամիս եւ 1 ամիս, բայց կառավարությունը որոշեց ավելացնել այդ գումարը եւ համապատասխանաբար 4 ամիս ծառայելու համար վճարել 18 միլիոն դրամ, իսկ 1 ամիս ծառայելու համար վճարել 24 միլիոն դրամ։ Այդ մասին հայտարարեց հենց Սուրեն Պապիկյանը։ Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Եվ ասած ինչով են առաջնորդվել, որ ուղղակի 1 ամսում ասած զենք բռնել կսովորեն, գոնե, իսկ 4 ամիսն էլ զինծառայության ուսումնական հատվածն է, որը անցնելուց հետո արդեն 18 միլիոն վճարողները տուն կգնան, իսկ այդ գումարը չվճարողները կշարունակեն ծառայությունը։ 1 ամիսը նվազագույն պատրաստության համար, որպեսզի քաղաքացին տիրապետի օգտվել զենքից եւ տարական զինվորական կանոններ, 4 ամիսը դա ուսումնական զորամասի չափականակն է, որտեղ պիտի անցնեն ուսումնական process, այսինքն ովքեր կօգտվեն այս ծրագրից, ուսումնական զորամասից զատ այլտեղ ծառայություն չեն իրականացնելու։ Այլ կարգավորումներ էլ կան օրենքում, որոնք վերաբերում են մինչև 16 տարեկաններին, այսինքն ովքեր դեռ չեն հաշվառվել զինվորական ծառայության համար, նշվում է, որ մինչև 16 տարեկան տղաները պետությանը մեխանիկորեն 15 միլիոն դրամի պարտք կունենան, որը կզրոյացվի, երբ նրանք կհաշվառվեն զինծառայության համար կամ կվճարեն այդ գումարը եւ կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից։ Եվ եւս մի կետ կա, ըստ որի այս նախագծով զինվորական ծառայության առավելագույն տարիքը 27 տարեկանից դառնում է 32 տարեկան։ Այսինքն, եթե այժմ գործող կարգավորումներով մինչև 27 տարեկանն է, որ կարող են պահանջել զինվորական ծառայություն, ապա հիմա արդեն մինչև 32 տարեկանը։ Այն էլ նրա համար է, որպեսզի ուսումնական հաստատությունների միջոցով կեղծ գիտնականներ չունենանք, ովքեր 27 տարին լրանալուն պես ազատվեն զինվորական ծառայությունից, այլ ունենան պարտականություններ եւ օգտվեն մեր ծրագրերից միայն իրական գիտնականներ։ Բայց եթե հնարավոր է զինծառայությունը անցնել 1 ամսում կամ 4 ամսում, ինչու են մյուսները 2 տարի ծառայում։ Այդ հարցին Սուրեն Պապիկյանը չպատասխանեց, բայց ասաց, թե ինչ են որոշել հավանություն տալ այդ նախագծին։ Դրա միջոցով մենք կարողանանք 5 տարի շարունակ 2 պայմանագրային զինծառայողի եւ աշխատավարձ վճարել եւ նաեւ վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճարը, որը ստանձնել է կառավարությունը։ Բայց Փաստորեն կարծես թե ինչ որ մի խավից, որը կարող է վճարել եւ չծառայել, վերցնում են գումարը եւ պիտի տան ըստ իրենց դրամաբանության զինծառայողների, ովքեր կծառայեն, ավելի շատ կծառայեն, 2-ի փոխարեն 5 տարի կծառայեն եւ վերջում ինչ որ դրամական հրախուսում կստանան։
Այս բանին ես առաջարկում եմ հավանություն տանք օրենքի նախագիծը մտնի կյանք, այնուհետև կտեսնենք ինչ բացեր կան, ինչ լրացումներ կան, կդիմենք խորհրդարանին օրենքի մեջ փոփոխություններ կատարելու նոր առաջարկություններ։ Եթե առաջարկը հաստատվի այդ տեսքով, չի ստացվում, որ արդյունքում ընդունվում է մի օրենք, որը տարածվում է միայն հարուստների վրա կամ Հայաստանի այն փոքրաթիվ ընտանիքների, որոնք կարող են 24 միլիոն դրամ կամ մոտ $65,000 վճարելով հայտնվել արտոնյալ պայմաններում։ Իշխանությունը սրան ինչպես է արձագանքում։ Ուշագրավ է, որ կառավարության նիստում, որտեղ այս հարցը քննարկվում էր, որևէ մեկը դման հարց չբարձրացրեց, բացառությունը թերևս մարդու իրավունքների պաշտպաններ, որ այսպես զգուշորեն կարծես թե հարց բարձրացրեց, թե արդյոք այս տարբերակված մոտեցումը որքանով կազդի ոչ կանոնադրական հարաբերությունների վրա բանակում, որոնք գիտենք հանգեցնում են նաև դժբախտ դեպքերի սպանությունների, ինքնասպանությունների։ Բոլորիս համար էլ ակնհայտ է, որ բանակում մահվան, ինքնավնասումների եւ այլ դեպքերի պատճառներից մեկը նաև այդ ոչ կանոնադրային կամ ենթամշակութային հարաբերություններն են։ Ինչպես է հնարավոր լինելու ապահովել, որ այսպիսի տարբերակման պայմաններում, այսինքն ըստ էության զինծառայողների միջև տարբերակում է փաստացի իրականացվում, արդյոք հնարավոր է լինելու կոնկրետ երաշխիքներ ապահովել, որպեսզի մենք չունենանք դրա հիման վրա ավելի խորացող ոչ կանոնադրային հարաբերություններ։ Սուրեն Պապիկյանը այս հարցին բավական ուշագրավ պատասխան տվեց։ Անկեղծորեն գուցե հարցի էությունը լավ չեմ հասկանում, բայց Նախ այսինքն նշեց, որ չի հասկանում հարցը տարօրինակորեն, ապա նաև ասաց, որ կարծես թե բանակում խնդիրները հենց կապված են այն կոնտինգենտի հետ, որը կարող է իրեն թույլ տալ հետագայում լինել իրենց այս ծրագրի շահառուն։ Իրականությունը նաև նրա մասին է, որ շատ երիտասարդներ, ովքեր հնարավորություն են ունենալու օգտվել այս ծրագրից, եթե մենք ընձեռենք այդ հնարավորությունը, իրենք հանդիսանում են մեր ծառայության մեջ հիմնականում կանոնադրային հարաբերությունները խախտողներ։ Այդ հայտարարությանը հետագա որևէ արձագանք չեղավ կառավարությունում, այսինքն եթե դիտեք կառավարության տեսագրությունը, երևում է, որ այնտեղ կարծես թե ինչ որ բան է կատարվում այդ հայտարարությունից հետո, քանի որ Սուրեն Պապիկյանը այսպես մի թեթև սկսում է ժպտալ, կարծես թե կողքերն է նայում, փորձելով հասկանալ թե ինչ արձագանքի արժանացավ, բայց հարց թե ինչու է Պապիկյանը նման հայտարարություն անում, ունի արդյոք նման վիճակագրություն կամ եթե նման բան իրեն հայտնի է, ինչու չի պաշտպանության նախարարությունը կոնկրետ այլ միջոցառումներով այդ երևույթի դեմն առնում, այդպիսի հարցեր չհնչեցին։ Տեւ կառավարությունը անցած շաբաթ դրական եզրակացություն տվեց եւ փաստացի ասաց, որ խնդիր չի տեսնում այստեղ, բայց ազգային ժողովի փորձագետների խումբը, որոնք կարծիք գնահատական են տալիս Հայաստանում ընդունվող օրենքներին, ավելի վաղ նշել էր, որ սա խնդրահարույց նախաձեռնություն է եւ հակասում է Հայաստանի մայր օրենքին։ Փորձագետներին ինչը դուր չի եկել այստեղ։ Ուրեմն ըստ ազգային ժողովի փորձագետների հետևյալ հոդվածներն են նախ, որ բոլոր քաղաքացիները պարտավոր են մասնակցել Հայաստանի պաշտպանությանը օրենքով սահմանված կարգով ըստ սահմանադրության։ Իսկ այդ օրենքն էլ արդեն սահմանում է, որ տղամարդիկ պիտի պարտադիր երկամյա ծառայություն անցնեն։ Երկրորդ, որ բոլորը հավասար են օրենքի առջև, այստեղ փաստորեն բոլորը չեն հավասար օրենքի առջև, փող ունեցողները փաստորեն ստացվում է, որ այնքան էլ հավասար չեն։ Եվ երրորդ, որ խտրականությունը այդ թվում գույքային վիճակից ելնելով արգելվում է, սա էլ սահմանադրության հոդված է, եւ ըստ փորձագետների, եթե այս օրենքը ընդունվի, այն կարող է դիտվել որպես խտրականություն։ Բացի այդ, ազգային ժողովի փորձագետները գտնում են, որ գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատելու նախագիծը փաստորեն ցանկանում է կարծես թե փոխարինել արդեն գործող ապօրինի մեխանիզմը, երբ պաշտոնատար անձինք կաշառքով լուծում են հարցը, այսինքն ինչ որ մարդիկ էլի գումար են տալիս եւ չեն ծառայում։ Նրանք մի վտանգ են նշում, որ գումարի չափ սահմանելը փաստացի կարող է նոր խթան լինել, որ արդեն իսկ գոյություն ունեցող համակարգի սակագները հարմարեցվեն, այսինքն կաշառքի չափերը դառնան օրինակ 8-ից 10 միլիոն դրամ, պետության առաջարկած գումարից օրինակ 2 անգամ ավելի ցածր կամ ինչ որ քանակով ավելի ցածր եւ այսպիսով այս նախաձեռնությունը մի բան էլ այդ ոլորտը կաշխուժացնի։
Իսկ հետաքրքրվել ես խորհրդանում ընդդիմությունը ինչպես է պատրաստվում քվեարկել կամ արձագանքել։ Ընդդիմությունը խիստ դեմ է։ Ես զրուցել եմ անդիմադիր երկու խմբակցությունների падգամավորների հետ, ովքեր հենց պաշտպանության հանձնաժողովում են ազգային ժողովի։ Հայրենիքը հանել են աճուրդի, հայրենիքի նկատմամբ պարտականությունը հանել են աճուրդի։ Հայաստան խմբակցությունից Գեհամ Մանուկյանը նշում է, որ եթե այս նախագիծը ընդունվի, նաև սահմանադրական դատարան կդիմեն, քանի որ իրենք էլ կարծում են, որ նախագիծը սահմանադրության հետ խնդիրներ ունի։ Եվ իրականում Հայաստանի Հանրապետության սահմանադրության հակասող նախաձեռնությունը եւ եւս մեկ սոցիալական վտանգ է։ Մարդկանց մղելու են բանակ ծառայելու համար գույք գրավադնել, վարկեր վերցնել, պարտքերի մեջ թաղվել բանկային համակարգի ձեռք։ Պատիվ ունեմ խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը, այս նախաձեռնությունը ընդհանրապես դիտարկում է նաև նախընտրական սպասվող տարվա ենթատեքստում։ Այս նախագիծը առաջին հերթին կառավարության ինքնախոստովանական ցուցմունքն է այն մասին, որ իրենց տարիներով մատնշած կոռուպցիոն դրսևորումների, արատավոր բանկերի, համակարգում եղած սողանցքների մասով իրենց աշխատանքը եղել է զրոյական կամ անարդյունավետ, եւ երկրորդը ակնհայտ է, որ իշխանությունների այս քայլը բերելու է ներհասարակական անառողջ մթնոլորտի խորացմանը։ Նշում է, որ դա էականորեն ընդունվելու դեպքում էականորեն կհարվածի Հայաստանի անվտանգությանը եւ նաեւ որոշակիորեն տեսնում է համընկնումներ Ադրբեջանի այդ նախապայմաններից մեկի ապա ռազմականացման հետ։ Սա բավականին ծանր հարված է հասնելու զինված ուժերին, ծանր հարված է հասնելու մեր հասարակական հարաբերություններին եւ առհասարակ սա լուծում չէ, սա պարզապես արերևույթ կոռուպցիոն դրսևորումները օրինականացնելու նախագիծ է։ Եվ եւս մի կարևոր հարց. Փաստացի այս առաջարկը նոր չէ, այն առաջին անգամ շրջանառվել էր դեռ հեղափոխությունից 1 տարի անց եւ այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ չէր անցել նույնիսկ 44-օրյա պատերազմի միջով, Փաշինյանի գլխավորած կառավարությունը բացասական գնահատական էր տվել։ Հիմա նույն Փաշինյանի գլխավորած կառավարությունը ողջունում է այս փոփոխությունը այն դեպքում, երբ Հայաստանին սպառնացող վտանգները այս ընթացքում ոչ թե նվազել են, այլ բազմապատկվել։ Ինչով են սա հիմնավորում կառավարությունը։ Հեղինե, շատ բարդ է ասելը, թե ինչու է նման փոփոխություն տեղի ունեցել, բայց իրոք Փաշինյանի իշխանության ընթացքում սա արդեն երրորդ նման նախաձեռնությունն է։ Առաջինը դարձյալ Հայկ Սարգսյանն էր 2019 թվականին, նա դարձյալ առաջարկում էր գումար վճարել եւ 1 ամիս ծառայել, բայց այդ ժամանակ այսպես ասենք տարիֆներն էին ուրիշ եւ Հայկ Սարգսյանը առաջարկում էր 10 միլիոն դրամ վճարել 1 ամիս ծառայության համար։ Բայց այդ ժամանակ պաշտպանության նախարարությունը սկզբունքորեն դեմ էր։ Այն ձևաչափը, որը այսօր Պարոն Սարգսյանը առաջարկել է, ես մեր գործընկերոջներն եմ ասել անձամբ, որ դա ընդհանրապես սկզբունքորեն մեզ համար ընդունելի չէ։ Պաշտպանության այդ ժամանակվա փոխնախարար Գաբրիել Բալայանը նշում էր, որ սահմանադրության հետ խնդիր ունի այս նախաձեռնությունը։ Մեզ համար օրենքով սահմանված զինվորական ծառայության ձևերը սպառիչ են եւ մեր կարծիքով այդ պարտավորությունը չպետք է դիտարկել որպես որոշակի գումարի դիմաց պարտավորությունը կասեցնելու հնարավորություն, այսինքն այդ ժամանակ պաշտպանության նախարարությունը դեմ հանդես եկավ, այդ նախաձեռնությունը առաջ չգնաց, բայց ուշագրավ է, որ 2022 թվականի օգոստոսին հենց պաշտպանության նախարարությունը առաջարկեց նմանատիպ մի նախագիծ։ Այդ ժամանակ էլ առաջարկվում էր 24 միլիոն դրամ վճարել եւ 4.5 ամիս ծառայել եւ նախատեսվում էր, որ այդ գումարը, վճարված գումարը պետք է գնա պայմանագրային զինծառայողներին վճարելուն, սակայն այդ ժամանակ, երբ սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցավ, բանակում չծառայելու համար գումար վճարելու կետերը այդ նախաձեռնությունից հանվեցին եւ մնաց միայն պայմանագրային ծառայության անցնելու այդ ծրագիրը, պաշտպան Հայրենյացը։ Ես նշեմ նաեւ, որ 2022 թվականից այս նախաձեռնությունը կարծես թե տեղավորվում է կառավարության ընդհանուր ռազմավարության մեջ, քանի որ նման մի ռազմավարություն է նաեւ գրվել բանակի կերպափոխման ռազմավարություն, ըստ որի բանակը աստիճանաբար պիտի անցնի պրոֆեսիոնալ արհեստավարժ բանակի այդ կոնցեպտին։
Բայց հնարավոր է այսպես, այս ճանապարհով, երբ նույն զորամասից մեկին մեկ ամիս անց տուն են ուղարկում, մյուսին դիրքեր ստեղծել արհեստավարժ բանակ։ Նույն Փաշինյանը հպարտությամբ էր նշում, որ իր վարչապետի տղան ծառայում է բանակում եւ սա ընդգծվում էր ցույց տալու հավասարությունը բոլորի միջև։ Հիմա դա չի խախտվում։ Հեղինե, ես նշեմ, որ իրավապաշտպանները լավատես չեն, որ կառավարության նախանշած նպատակները իրագործվեն, հակառակը նրանք կարծում են, որ այս մեխանիզմը, եթե ներդրվի, ել ավելի կխորացնի բանակում առկա խնդիրները։ Այդ անհավասարությունը, որը կար բանակում, մինչև այդ էլ առկա էր, սոցիալական անհավասարությունը, հիմա փաստորեն թողնում են միայն ինչ ասեմ, խեղճ ու կրակ խավի վրա, սոցիալապես անապահով խավի վրա։ Ով է պաշտպանելու ընդհանրապես մեր երկիրը։ Փոխանակ մտածեն, ինչպես բարեփոխեն բանակում վիճակը, որ մարդիկ սիրով գնան ծառայելու, նրանք մտածում են, թե ինչից կարող են փող աշխատել։ Կա ավելին մարդիկ պարզապես արդեն կսկսեն բանկերից գումարներ վերցնել իրենց երեխաներին բանակից ազատելու այդ օրինական հնարավորությունից օգտվելու համար եւ սոցիալական եւս մի լարվածություն կստեղծվի։ Բանակում մահվան դեպքեր են, բանակում խոշտանգումներ են, բանակում բռնություններ են։ Ինչ են անում այս անպատժելի մթնոլորտը բանակի ներսում փոխելու համար։ Ոչինչ չեն արել։ Պատկերացնում եք, այսինքն բանակը իրենք չի հետաքրքրում։ Ես սա եմ տեսնում։ Իրենց համար կարևոր է այդ փողն է, այդ միլիոնները, որոնք նրանք պետք է վերցնեն այդ մարդկանցից։ Երևի արդեն ունեն իրենց կլիենտուրան, դրա համար հանգիստ սա օրինագիծ են ներկայացնում։ Եվ դու նաև այս առաջարկի անմիջական հասցեատերերի երևանցիների հետ էիր զրուցել, ինչպես են նրանք արձագանքում իրենց գլխին եկող այս փոփոխությանը։ Հեղինե, նշեմ, որ փոքրիկ հարցում էր, իրականում շատ մեծ հարցում չէր, բայց նույնիսկ այդ փոքրիկ հարցման ընթացքում ընդամենը մեկ հոգի, այսպես իմիջիայլոց ասաց, որ դրական է վերաբերվում, եթե փող ունեն, թող տան ինչ է եղել, որ մնացածը վերաբերվում էին կամ բացասական կամ խիստ բացասական։ Տղամարդը պետք է ծառայի։ Այդ գումարով ինքը կարող դասամանցի բերի ծառայի բանակում։ Չի կարող։ Նրանց աշխատավարձը շատ բարձր է։ Տղամարդը պետք է ծառայի։ 3 տարի համարյա ծառայել է։ Իսկ այս նախաձեռնությունը ձեր կարծիքով ինչ հետևանք կունենա բանակի համար, որ առաջարկվում է հիմա վճարել ինչ-որ մի քանի տասնյակ միլիոն եւ ծառայել 1 ամիս կամ 4 ամիս։ Սխալ է, չեմ ընդունում ես։ Ուրիշ կարծիք չեմ կարող ասել։ Ինչու է սխալ, ինչ հետևանք կունենա։ Դե հետևանքը պետք է կորցնի արդեն Հայաստանը իր ինքնությունը։ Հետևանքը դա է։ Աբերվում գաղափարին, որ 24 միլիոն դրամ վճարվի եւ 1 ամիս միայն բանակում։ Շատ վատ։ Ինչու՞։ Որովհետև անարդարություն է ստեղծվում։ Դա պարտականություն է, հայ տղամարդու պարտականությունն է պաշտպանել, ոնց որ բոլոր երկրներում են գնում տղամարդիկ պաշտպանում, խտրականություն չկա։ Բանակը բիզնեսի բան չան, բանակը ուրիշ բան է, էլի։ Կարծում եք սխալ են անում։ Ես ճիշտ սխալ բառերը չեմ սիրում, էլի, ես կարծում եմ հետևյալ բանը, բանակի ծառայությունը դա սրբություն է։ Եվ եթե ուզում եք իմանալ, բանակում ծառայելը մեծ պատիվ պիտի համարի յուրաքանչյուր տղամարդ իր համար, որ գնում է հայրենիքի պաշտպանությանը մասնակցում է։ Չէ, ինձ թվում է։ Ինչու։ Դե եթե ամեն մեկը փող ունենա վճարի, երկիրը բավ պահի։ Դրական։ Ինչու։ Դե եթե ուզում են տան, ինչ անեմ։ Բայց ինչի համար։ Ով հացը խելքս հացից հետ չեմ կերել կամ փողոցեմ։ Չէ, բայց Չէ։ Շատ վատ։ ինչու։ Որովհետև հնարավորություն ով ունի այդպես փող վճարի։ Բայց ընդհանուր եթե օրինակ ունենային լավ կլիներ։ Չէ։ Որովհետև արդեն անցել է դա, պետք է նոր օրենքներ ընդունեն։ Հիմա թող իրանք գնան ծառայեն, հետո նոր ուրիշները։ Եվ նշում էին, որ չի կարելի բանակում ծառայել չծառայելը կապել փողի հետ։ Շնորհակալ եմ Տաթև, Ազատությունը կշարունակի հետևել այս թեմայի շուրջ զարգացումներին, լսեք մեր հաջորդ հաղորդումը 40 րոպեից։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարի։